Լեփլեցուն դալիճում ու չդադարող ծափերով դեմոկրատական այլընտրանք կուսակցությունը Գյումրիում ամփոփում է մարտի 30-ին կայանալիք արտահերթ ընտրության նախընտրական քարոզարշավը։ Անցած 14 օրերի ընթացքում դա կհասցրել է լինել գրեթե բոլոր թաղամասերում, լսել գյումրեցիների մտահոգություններն ու ներկայացնել քաղաքի բարեփոխման իր տեսլականը։ Մենք ունենք ավականիների, տեխնացուների շատ լավ ցուցակ, ունենք վճռականություն, մեր ասելիքը մեր կարծիքով հասցրել ենք ընտրողներին և ակնկալում ենք նույնքան ուժեղ աջակցություն ընտրողների կողմից։ ՏԱԿ-ն իր մտահոգությունն ու զորակցությունն է հայտնում ընտրությանը մասնակցող ընդդիմադիր երկու ուժերին, որոնց նկատմամբ քարոզարշավի նախավերջին օրը ճնշումներ գործադրվեցին իրավապահների միջոցով։ Խորապես համոզված եմ, որ սա քաղաքական ենթատեքստ ունեցող խուզարկություններ և ձերբակալություններ են, որովհետև այս քաղաքում մի մարդ կա, որը քաղաքապետի աթոռին տիրանալու համար պատրաստ է անգամ բաց ուղարկել իր համաքաղաքացիներին։ Այդ մարդուն ասենք ամոթ։ Մեր զորակցություն ենք հայտնում թե մեր քաղաքը դաշինքին, թե Մայր Հայաստան դաշինքին։ Գիտեք, որ 3 օր արդեն, որ իշխանությունը նաև մեր կուսակցության ու մեր թեկնածու հետ խնդիր ունի, այն քարոզչական կամպանիան, որ մեր դեմ տարան, 3 օր գտնվում ենք, մենք խիստ լարված վիճակում, գիտեք, բայց մենք համարժեք պատասխան իշխանությունների տվել ենք։ Գյումրեցին մեղք չունի, որ ազգային ողբերգության մեկնարկը տրվել է Գյումրիից, բայց գյումրեցին կարող է մարտի 30-ին այնպիսի ընտրություն կատարել, որը կդառնա Փաշինյանի իշխանության գերեզմանափողը։ Զբոսաշրջություն, ճանապարհաշինություն, ասֆալտապատում, կանաչապատում, լուսավորություն, տրանսպորտ, աղբահանություն եւ այլ խնդիրներ։ Ճիշտ քաղաք կարգախոսով ընտրությանը մասնակցող դեմոկրատական այլընտրանք կուսակցության ավականու ցուցակի թեկնածուները ոլորտ առ ոլորտ ներկայացնում են քաղաքի խնդիրներն ու վստահեցնում, պատրաստ են ստանձնել դրանք լուծելու պատասխանատվությունը։ Գիտեք, քաղաքում ինչ վիճակ է, փոշի, կեղտ, ցեխ, մեր թիմը երբ կա իհարկե մեր քաղաքացիների քվեով եւ կա քաղաքապետարան, դա ընդամենը մի 2 ամսվա պատմություն է, որ ինչ որ մի հատված, լավ հատված վերցնել եւ գեղեցիկ կանաչապատել։ Մեր քաղաքում այսօր ծանրացել է 2 շատ կարևոր հարց, որոնք Գյումրի տիրույթում են, այսինքն աղբահանությունը եւ թափառողջների հարկայությունը։ Աստծո կամքով ստանձնենք մեր քաղաքի ղեկավարման ղեկը, մենք խոսք ենք տալիս գյումրեցիներին, աղբահանության խնդիր էլ չի լինելու, ունենալու ենք մաքուր Գյումրի, որոշել ենք աբաստարաններ սարքել թափառողջների համար, հավաքենք բոլոր թափառողջներին, բուժենք եւ մի ծրագիր ենք ուզում անցկացնել, այսպես ասած, որտեղերման ավելի ճիշտ խնամակալության։ Ձեր քվեն տալով համար 7-ին կնպաստեք քաղաքի համաչափ զարգացմանը, ասում է նախընտրական ցուցակը գլխավորող Արտյոմ Ղարաղազարյանը։ Քաղաքապետի թեկնածուն վստահ է, մարտի 30-ին գյումրեցին ճիշտ ընտրություն է կատարելու։ Տրանսպորտը մեր կաշխատի մինչև ժամը 7-ը, մաքսիմում 8-ը։ Ծայրամասերում բնակվողները խնդիր ունին քաղաքի հետ կապ հաստատելու։ Զբոսնելու խնդիր ունին։ Առանց այն ծայրամասերը շատ վատ վիճակում են։ Շատ արագ պետք է քաղաքի ծայրամասերում գտնվող թաղերը բարեկարգվի, կանաչապատվի։ Մարշրուտկեքը, մեր տրանսպորտը պետք է աշխատի քաղաքի ծայրամասերում գտնվող փողոցներում, փողոց առ փողոց։ Այսօր մենք ունենք 180-ից ավել փողոցների վերանորոգման խնդիր։ Շատ կարևոր է ուշադրություն դարձնել շինարարության որակին, որը քաղաքի տիրույթում է քաղաքապետարանի։ Եվ նաև շատ կարևոր է քաղաքապետարանում եւ նրա ենթակա բաժիններում ունենալ մասնագետներ, որոնք կոնկրետ իրենց մասնագիտության գիտակներն են։ Ոչ թե կերի, հորկուր, հողպորտաղա, լավ ցեն բերողի բարեկամ հավաքեն քաղաքապետարանը,
աշխատողների քանակը ուրճեցնենք, պետական աշխատավարձը, պետական փողերը բաժնենք ու ստանանք անորակ աշխատանք, արդյունք չտեսնենք։ Ձեր ցավը տանիք, դուքերը տեղը պահեք, սա հարցերը լուծվող է։ Գնացեք ընտրության, ընտրեք համար 7-ը, մենք ձեր կողք կնենք։ Այդ դալիքի էներգետիկան տեսնելով ես համոզված եմ, որ մենք հաղթելու ենք։ ՏԱԿ-ը վստահեցնում է, սրանք ոչ թե պարզապես գեղեցիկ խոստումներ են, այլ իրատեսական ծրագրեր, որոնք կյանքի են կոչվելու մեծամասնության քվեն ստանալուց կարճ ժամանակ անց, եւ գյումրեցին փոփոխությունները տեսնելու է ամեն օր։ Ախուր Հակոբյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։